Գեղարքունիքի մարզպետարանի կողմից մարզի համայնքներում շարունակվում են կազմակերպվել առողջապահական բաց դռների օրեր միջոցառումները, որոնց նպատակն է բժշկությունն ավելի մոտեցնել բնակչին եւ նպաստել առողջական խնդիրների վաղ հայտնաբերմանն ու դրանց բուժմանը։ Հոկտեմբերի 1-ին հերթական բաց դռները կազմակերպվեց Կարմիր գյուղ համայնքի բնակչության համար։ Առողջական խնդիրներ ունեցող քաղաքացիները բուժ հետազոտումից հետո իրենց գոհունակությունը հայտնեցին իրականացվող ծրագրի առթիվ, միաժամանակ անհրաժեշտ համարելով դրա շարունակականությունը։ Շատ կարևոր է, մենք շնորհակալ ենք։ Ժողովուրդը սաղել երևակայիր սպասում են էլի սենց օրվան։ Եթե հաջախակի կան, ստուգումները շատ էլի, մենք իհարկե շնորհակալ կլինենք։ Յուրաքանչյուր մարդ ամեն մի ոնց որ ասում ցավը դարդ ունի, այդ քիչ բան չէ էլի։ Էլի օգնություն է, էլի մարդին խրախուսում են։ Ամեն ինչը ձերի է, նոր է մեկ է, ուզում եմ մտնեմ, տեսնեմ ինչ կոսե։ Գոնե 3 կոմիսը 1, երամսյակը 1, իսկ միջոցառումը որ էլի ժողովուրդը կան ձերի ամեն ինչ անեն, գոնե հանգիստ կլինենք, կիմանան իրանց հիվանդությունը, իրանց ամեն ինչը, կորան իրանց բուժումը շարունակեն։ Ոդքս օյտուցվում է, բժիշկը նշանակել է Տեորիակ օգտագործեմ, ոսավ լավ կլինես։ Մեր ժողովուրդը շատ բան են, անվճարունակ են, կարելի է մեկ-մեկ բաներ անել։ Շաքարի խնդիր ունեմ, հոդերս է, շատ լավ է, որ անվճար այսքան ժողովուրդը գալիս է, թումեն գոյեն։ Այցելուներն իրենց խնդիրներով հետազոտվեցին Գավառի եւ Մարտունու բժշկական կենտրոններից ժամանած էնդոկրինոլոգի, կարդիոլոգի, վիրաբույժի, գինեկոլոգի, անոթային վիրաբույժի, ուրոլոգի, ակնաբույժի, նևրոպաթոլոգի եւ քիթ կոկորդի բժշկի կողմից։ Հետազոտվածների մի մասի բուժումը նշանակվեց տեղում։ Բաց դռների օրեր միջոցառման ընթացքում առանձնակի ուշադրության են արժանանում զինվորական հաշմանդամները։ Հիմնական ամենամեծ խնդիրը դա դեղորայքի խնդիրն է, որը ցանկից դուրս դեղորայք է, որը որ ամբուլատորիան չի կարողանում տրամադրել։ Այսօր նաև որոշվեց, որոշ դեղորայք նաև հանձնաժողովային կարգով ցանկից դուրս կգրվի եւ հենց այսօր իրենք կստանան այդ դեղորայքը, իսկ մնացած խնդիրները կլուծվեն արդեն մոտակա օրերի ընթացքում։ Կարմիր գյուղի բուժամբուլատորիան սպասարկում է մոտ 6300 բնակչի։ Այն հանդիսանում է առաջնային բուժողակ համայնքի համար։ Այստեղ բժշկական սպասարկումն իրականացվում է 2 ընտանեկան բժշկի եւ 1 թերապևտի կողմից։ Ունենք լաբորատորիա, անում ենք որոշ հետազոտություններ, էլեկտրոսրտագրություն, սակայն այսօրվա հետազոտությունը կարևորում եմ այնքանով, որ մեր այսօր հյուրընկալել են նեղ մասնագետներ, որոնց կարիքը մեր ազգաբնակչությունը շատ ունի։ Ուրախ ենք, երբ որ հիվանդությունները հայտնաբերվում են վաղ ստադիայում եւ հիվանդը ունի հնարավորություն կանխարգելելու կամ բուժելու վաղ ստադիաներում, քան արդեն երբ որ հիվանդությունը ծաղկած վիճակում է գտնվում։ Ընդհանուր առմամբ բաց դռներին Կարմիր գյուղում մասնակցեցին 91 քաղաքացի։ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետի հավաստմամբ այցելուների մոտ 30%-ը լրացուցիչ հետազոտման եւ բուժումը տեղում կազմակերպելու նպատակով կուղեգրվի Գավառի բժշկական կենտրոն։ Հասմիկ Շահբազյան, Վարդգես Խաչատրյան, Գեղամա օր։